Ըստ ձեզ արդար է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը թույլ չտվեցին խորհրդարան մտնել։ Ոչ, շատ անարդար է, որովհետև նրանք ավելի շատ ձայներ էին հավաքել, այդքան չի կարելի էլի անամոթ լինել, այդքան եւ հանձնաժողովի նախագահը ինքը իրանից ամաչելով գնում է, 3 տեղամասի բաները չեն հաշվել, քվեաթերթիկները, ոնց կարելի է այտենց բաներ անել, դե սա մենք գիտենք ինչ երկրում ենք ապրում արդեն, խուլիգանների, փողոցայինների, լափողների երկիր է դարել մեր երկիրը, շատ ափսոսում եմ, որ մեր ազգը այդքան ընկելացած, շատ ափսոսում եմ։ Իշխանությունները Բարգավաճ Հայաստան կուսակցությանը մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, հավատում եք դրան։ Ով ինչ արել է ինքը պիտի ասի, բավուն։ Նրանք ամեն ինչն էլ ինչ որ ստում են, ուրեմն նշանակում է իրանք այդ արել են։ Իրանք ամեն ձևի ընտրակաշառքներ տվեցին։ Ինքը իր բերանով ասեց, որ ես մեծ պարգևատրումներ եմ արել նրա համար, որպեսզի այդ մարդիկ մնան ԿՊ-ում եւ ուրիշներից փող չվերցնեն, գրպանը դնեն, նրանց համար գնան քվեարկության։ Ինքը իր բերանով ամեն ինչը ասում է։ Ինչ խուլիգանություն որ անելու է, ինչ այլանդակություն որ անելու է։ Նենց որ Օրինակ իշխանությունը ինչ ընտրակաշառքներ է բաժանել, որ ասում եք։ ոնց 10,000 դրամ ավելացրեց թոշակառուներին, ինչի չէր կարող մի քանի ամիս առաջ, որ ասեց, ինչ պիտի անեն այդ թոշակառուները 10,000 դրամը։ Չէր կարող այդ բանը առողջապահության այդ հիմարությունը, ապահովագրությունը, կիսատ, պռատ, ոչ մի բան էլ չի արվում։ Փողի կեսը տալիս ես, կեսը իրանք են տալի ինչ-որ կոպեկները։ Մի խոսքով, խայտառակություն։ Էլ չեմ ասում այդ ընտրակաշառքները։ Բոլոր հիմնարկներում ինչ-որ բան գումարներ հատկացեց, էլ դրանից ավելի ինչ ընտրակաշառք։ Ամենամեծ ընտրակաշառքը։ Իրանք որտեղ խուլիգան են, դրա համար ինչ արեցին, ինչ չարեցին մենակ նրա համար, որ իրանք կառավարության ղեկին լինեին եւ ամենակարևորը, որ ադրբեջանցիներին ու թուրքերին հանձնեն մեր երկիրը, ոնց որ Արցախը, այնենց էլ հիմա կամած մեր ժողովուրդն էլ կհասկանա, թե ինչ է կատարվում։ Մենք կդառնանք չգիտեմ ով։ Ըստ ձեզ պետք է նոր ընտրություններ կազմակերպել։ Դե դա արդեն պետք է ղեկավարները, կուսակցությունների ղեկավարները որոշեն, ընդհանրապես պետք է, բայց ոչ այս հանձնաժողովով, ոչ էլ այս խուլիգանների մեջտեղ ընկնելով, որովհետև իրանք միևնույն է ամեն դեպքում էլի պիտի իրանց խարդախությունները, իրանց ամեն ինչը անելու են, ով է տեսել ընտրության նախորյակին 2 օր առաջ 100 քանի հոգի բռնում է նստացնում է, ինչի համար, ոչ մի բանի, ուղղակի որ մարդիկ պակաս լինեն իրանց ընկերներով, իրանց բարեկամներով չընտրեն, իսկ իրանք ինչ ասես արել են, ինչ ասես, դե ինքը սովոր է, ստախոս անամոթ մարդ է, իրանք սովոր են ավելի շուտ, աչքերիդ մեջ նայում են ու սուտը ասում են, Այնց որ նրանցից ոչինչ չի կարելի սպասել, բացի վատությունից ժողովրդին, բացի ժողովրդին վատություն անելուց։ Հիմա էլ նորից սկսել է արդեն իբր թե այդքան լավություն արեց, թոշակը ավելացրեց, չգիտեմ ինչ արեց, հիմա էլ բաները ակցիզային հարկը բարձրացնում է։ Դե ասում են, որովհետև իրանք փողոցային խուլիգան Ինչ ասեմ, գող ու ավազակներին բանտերից հանեցին, գցեցին ժողովրդի մեջ, բերեցին, ինչքան խելացի մարդիկ կան, տարել են բանտն են նստացրել, որ հանկարծ չհաղթեն ընտրության ժամանակ։ Նենց որ զարմանալու բան չկա։ Ըստ ձեզ արդար է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը թույլ չտվեցին խորհրդարան անցնել։ Ես ինքս ռուսամետներին չեմ սիրում, էլ հիմա ճիշտ է, չգիտեմ, բայց ռուսին չեմ սիրում, ռուսամետներին էլ չեմ սիրում, չեմ կարա պատասխանեմ, էլի։ Ներողություն մի հարցեր տամ։ Լսել եք, որ կառավարությունն առաջարկում է բարձրացնել ակցիզային հարկը, եթե բարձրանա ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, Չեմ հետարկում։ Դիզվառելիքը, բենզինը բարձրանալու է արժեքը։ Չեմ անում, ցավը տանեմ, ես դες չեմ հետարկում քաղաքականությունը, բայց որ ռուսամետներին չեմ սիրում Պուտինի պատճառով, դա Բայց թանկացումները ո՞նց են հիմա։ Դե կապրենք էլի, սրանից վատ վիճակ ա եղել Լևոնի վաղ։
Դաժե հոսանք չենք ունեցել։ Բայց մեր անկախության, մեր ինքնիշխանության համար ամեն ինչին դիմանանք։ Կյանքա, Ուկրաինան ո՞նց է դիմանում։ Օրինակ ինչին պետքա դիմանանք։ Որ մեր անկախությունը մեր ձեռից Ռուսաստանը չվեկալի, չդառնանք մութենական պետություն կամ գուբերնիա չդառնանք։ Էտա, ես տենց եմ մտածում։ Իմ կյանքից առավել իմ անկախությունն է, իմ ինքնաշխատությունը։ Ես չեմ ուզում ուրիշ ազգի ճորտ դառնամ, ստրուկ։ Որը որ սովետի ժամանակ եղել ենք, գոնե ես Գագիկ թագավորից հետո կորցրինք մեր պետականությունը, գոնե հիմա այս ոչ մեկին չեմ ընդունում ես ինքս, բայց ռուսամեդերին որ ատելով ատում եմ Ջավրդանը։ Բայց մինչև Նիկոլ Փաշինյանի գալը մենք անկախ չենք։ Ես կարամ ասեմ չէ, էլի, հարցը Նիկոլը չի, բայց ես ոչ մեկին չեմ ընդունում։ Ոչ հիմա տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելի է բարձրացել, քան 18 Ղարաբաղը կորցնինք, լավ էր։ Ռուսի զորքնդը կայնած Ղարաբաղը 120,000 հայ եկելաստ է։ Ինչի ոնց կորցնինք։ Ես ռուսին ատում եմ, կներեք, ոչ թե այդ ազգին, այլ այդ պետության, այդ դրանց ղեկավարներից։ Սխալ են հաշվել, չի մտել։ Այսինքն Բարգավաճ Հայաստանի խորհրդարան մտնելը ինչով էր խանգարելու իշխանությանը։ Դուք չգիտեք։ Այդտեղ սահմանադրական քանակի հետ կապված բան կար չէ, մեծամասնություն։ Դրա համար էլ արվեց։ Այս ընտրության արդյունքները պետք է անվավեր ճանաչել եւ նոր ընտրություններ կազմակերպել։ Այդ արդեն իմ առաջարկով չեն անում, դա պիտի բոլորը հավաքվեն, իրենք անեն։ Եվ միասնական անեն, որ հա Կողմ կլինեք դուք նոր ընտրությունների։ նոր ընտրություններ։ Ես վախենամ նույն ձևի լինի, եթե նոր ընտրություններ անեն։ Նենց որ ինչ տարբերություն։ Նա թե սա։ Թող անեն, կարող է հաջողվի։ Այս ընտրություններից հետո օրինակ կառավարությունը առաջարկեց բարձրացնել ակցիզային հարկը։ Եթե բարձրացնեն, Դրանք անցած էտապներն արդեն գիտենք, թե ինչի համար արվեց, ոնց եղավ։ եթե բարձրացնեն օրինակ ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, դիզվառելիքը, բենզինը ամբողջությամբ կթանկանա։ Այո, թանկանա։ Վատ կլինի, ինչ կարծիքի են։ Ժողովուրդը առանց այդ ծայրը ծայրին հասցնելով է ապրում։ Ազիժան, ես արդեն էլ գլուխ չեմ անում, ասեմ ինչի, որովհետև այսօր չես իմանում, ով ում բարեկամն է, ով ինչա ուզում անի, որտև արդարություն չկա այս երկիրը, կա թե չէ, Ինչու եք այդպես մտածում։ դու ոնց ես մտածում օրինակ, դու, դե ուրեմն դու էլ գիտես, որ չկա արդարություն, դրա համար ասում ես, Ձեր կարծիքն է դա։ իմ կարծիքը ասեցի արդեն, Օրինակ ընտրություններից հետո կառավարությունը որոշեց բարձրացնել ակցիզային հարկը, որով թանկանալու է ծխախոտը, ալկոհոլային խմիչքները։ լավ բան չի էլ սպասվում, Ազիժան, վերջի խոսքս ասեցի, այնքան է թանկացնելու հլը, ուր ես, Այնքան ջղայնացած եմ մի հարցր էլի, Ջղայնացած։ որովհետև ես տենց է գիտեի, որ այդ ձև ընկան հետևից, որ այտենց նման տղուն այդ Աշճանի վարկաբեկեցին Ազիժան չի կարելի, որ ամբողջ Հայաստանից ձեռա մեկնում ու օգնում է։ Ես լրիվ դեմ եմ, այս ընտրություններին դեմ եմ, ու ես ինքս անձամբ, ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, ինձ տարել են, հատուկ գնացել ու ընտրել եմ ԲՀԿ-ին, շնորհակալ եմ, Ո՞վ է տարել ձեզ։ իմ հարևանները, Այսինքն տարել են։ օգնել են, որ ես գնամ, Բայց իշխանությունը մեղադրում է ԲՀԿ-ին ընտրակաշառքներ բաժանելու մեջ։ ես այտենց բան ոչ լսել եմ, ոչ էլ եղել է, Չեք հավատում այդ թեզին։ չէ, Դա շատ սխալ էր, որովհետև մեր կառավարությունը ոչ թե դեմոկրատական է, այլ բռնապետիրական կառավարություն է։ Ես կարող եմ այդքան բան ասել։ Քանի որ արդարություն չկա, նա արդարությունից է խոսում, եւ ոչ մի անգամ արդարություն չկա։ Օրինակ ի՞նչն էր անարդար այդ ընտրությունների։ Նո, որ ընտրությունները ինձ ձևի որ անցել են, բայց հաշվարկը ճիշտ չի արված։ Քան բան։ Օրինակ իշխանությունները ասում են, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառքներ է բաժանել, նրանց դրա Ես համար չեմ հավատում, առաջին ընտրակաշառքը իրանք են բաժանում երևի, քանի որ նա ճիշտն ասած դուրս է գալիս, որ կաշառես թոշակով,
կաշառեց ապահովագրությունով, դա էլ է կաշառք, ինչ տարբերություն։ Եվ նրանք անամոթաբար ծիծաղում են սաղի վրա, մեր ազգի վրա, առավել եւս Փաշինյանը։ Բոլորի վրա ծիծաղում է։ Չգիտեմ վերջը ոնց ալելու մեր հայրենիքի։ Իսկ այն, որ ընտրություններից անմիջապես հետո որոշեցին բարձրացնել ակցիզային հարկը, Ես ինչ ասեմ, ինչ ուզում են են անում են, իրանք մի քանի անգամ կրկնել են։ Լավ ենք անում, ինչ ուզում ենք անում ենք, Ալեն Սիմոնյանը, ինքը։ Խոսելա ձև չգիտի, ես չգիտեմ, ինձ եւ մեր ժողովուրդը իրան ընդունում։ Եթե կանգնի ասի, «Արա, ուր եք, այդ ուժեղ տղեկ ուր եք», դա ղեկավարի ասված է։ Ձեզ ինչու միջև ընտրությունները չէին ասում, որ ակցիզային հարկը բարձրացնելու են, ծխախոտը, ալկոհոլային խմիչքները թանկանալու են։ Որովհետև ինքը վախում էր, եթե այդպես բաներ ասեր, իրան չէին ընտրի։ Ինքը սուտ ասելով մանա գալիս։ Ընտրվեց վերջացրեց, արդեն ինչ ուզում Ինչ ուզում է անում է երևի, ինչ ուզել կանի էլ։ Կամ բան, մեր ազգը ճիշտ ասած ինքը ինչ եկել է, մեր ազգը ցվրվել է։ Պարակ տեսնա մեր ազգին, միասնություն չկա մեր ազգի մեջ։ Կառավարությունը առաջարկում է ակցիզային հարկը բարձրացնել, որի արդյունքում օրինակ ծխախոտը, դիզբառելիքը, բենզին, ալկոհոլային խմիչքները Ամեն ինչը կբարձրանա, եթե ակցիզային հարցը բարձրացնեն։ Իսկ պատճառն ի՞նչ է։ Բացատրումը։ Դե հա, ցանկացած գների ճշգրտում ի վրա ժողովուրդի է լինում։ Ձեզ ինչու այս ամենը պահեցին, հետո ընտրություններից հետո այս մասին Դե հայտարարեցին։ միշտ տենց է, ջան, նորություն չի։ Չեք հիշում, ճաճ դուք կարող չհիշեք, շատ երիտասարդ եք, այն Սերժի ժամանակ էր որ գազը թանկացրեցին, սկզբից ասում էին տենց բան չկա, հենց ընտրության այդ շոուն կազմակերպեցին, ասեցին շուտ էինք բանալ, բայց ընտրություն էր չէինք կարող ասենք։ Հենց որ այդ կապիկությունը միշտ եղել է, կա ու կլինի։ Այսինքն այս անգամ էլ դուք դիտավորություն տեսնում եք, որ ընտրություններով պայմանավորված չեն ասել այդ մասին։ Դե բնական անեն չէ որ գիշերը քնեց առավոտը վեր կացավ, որ ակցիզային հարկը բարձրացնի։ Համել դե 10,000-ով թոշակ են բարձրացրել, գոնե մի 100,000-ով գները պետքա բարձրացնեն, որ կոմպենսացվի։ Իսկ թանկացումների մասին ինչ կասեք ընդհանուր առմամբ։ Թե ընդհանուր առմամբ պաշտոնական տվյալներով որ նայում ես, նորից էին տալի կենտրոնական բանկի տվյալները։ Ես հաճելիորեն զարմացա, որ սիգարետը 3%-ով է բարձրացել։ Տելևիզորից իմացա էլի։ Բայց իրականում երկու անգամից ավել է բարձրացել։ Հիմա չգիտեմ, այդ տվյալները իրանք մի հատ տենց ասացված կա, չէ, ասում է կա սուտ, մեծ սուտ եւ վիճակագրություն։ Հիմա մեր վիճակագրությունը այդ բանի վրա է գնում։ Իսկ սննդամթերքի գներն ինչպիսին են։ Դե ամեն ինչի գներն էլ բարձրացել է։ Դες բան չկա, որ գինը բարձրացած չլինի։ Չնայած այն անեկդոտի պես է, էլի ասում ոչ մի բանի գինն էլ չի բարձրացել, ընդամենը պարենային եւ ոչ պարենային ապրանքների գներն է բարձրացել, մնացածը չի բարձրացել։ Կարող աղ էտել ասեն, իրանցից հեռու չի։ Դուք ընտրություններին մասնակցել եք։ Այո։ Իշխող ուժի օգտին եք քվեարկներով։ Հա, բայց ես պարտա շանտաժի տակ եմ էլի քննարկել, քվեարկել իշխան։ Այսինքն ռուսական այդ վնգստոցը ես որ լսեցի, դա ես համարեցի շանտաժ, որպես հայ մարդ, հայ ժողովրդի նկատմամբ։ Որը ինչ-որ մի ալկոհոլիկ մեծ մի շատ կների կարտահայտության համար Մարգո Սիմոնյանը դա իմ համար բան է, էլի խտացված հայոյանք է Մարգո Սիմոնյանը, որ դրանք նստեն ինձ թելադրեն, թե ես իմ երկրում ինչ անեմ։ Մտածեցի, եթե նրանք դեմ են այս իշխանությանը, ուրեմն սա ավելի լավն է։ Հետո ալտերնատիվ համարյա չկար։ Մեր հայ ազգի հերանեկարի մասին է ես շատ մտածում, որ ասենք ոչ Ռուսաստանի հետ, ոչ չէ, այսինքն բոլորի հետ էլ կարելի է շփվել, որ հետ էլ կարելի է աշխատել, բայց դիստանցիայով, ոչ թե անպայման Ռուսաստանի հետ, անպայման Արևմուտքի հետ, անպայման թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Ես դա համաձայն չեմ։ ԿՊԱ-ականները բռնել են թուրքեր ու ադրբեջանցիների ճանապարհը, իսկ ովքեր որ այսօր գարել են մյուս անդամները, որ պետք է նստեն թեկուզ բարգավաճ Հայաստանը, դրանք ռուսական թևն է։
որը երկուսն են ձեռ չի տալի մեր ազգի մեր ազգի։ Հերանեկար չկա։ Ոնց կա, տենց էլ մնացել է։ Դուք էլ ինձանից լավ գիտեք։ Իսկ եթե մի ղեկավար կանգնում ասում է, ես 100%-ով գիտեմ, որ ընտրությունները 100%-ով ճիշտ է գնացել, 100%-ով ոչ մեկ թե ոչ մի բան չասի։ Ես չգիտեմ 100%-ով սվետաֆորի տակից կանցնեմ թե չէ։ Գոնե ասեր 60, գոնե ասեր 65, հա, 100% ոչ։ Դուք կարծում եք, որ խախտումներ շատ են եղել, ընտրակեղծիքներ։ Այդ երբ չի եղել խախտում։ Դուք ինձանից լավ գիտեք։ Եթե քո ձեռը ուժ կա, ղեկը քո ձեռն է, դու անպայման խախտումներ կանես, որ մնաս աթոռի։ Օրինակ ԿՊ-ն ինչ խախտումներ է կամ կեղծիքներ է արել։ Որ սուտ է խոսում։ Ամենակարևոր բանը, որ սուտ են խոսում։ Ամենակարևորը։